Հայրգուն փոլորիտ, ինչպես գիտեք, այսօր երկուշաբթի օր է եւ ամեն երկուշաբթի 7:7 ես բժիշկ Հարութ Խանջյանն եմ, California Eye Center։ Այսօր бид խոսենք գլակոմայի մասին։ Ոչ տրակոմա, շատերին կշփոթեն գլակոմա G-ով, գլակոմա, տրակոման ուրիշ բան է, ադի ինֆեկցիոն է, որ աչքի միջնավճոսն գրնա վիրավոր է, բայց մենք այսօր պիտի խոսենք գլակոմայի մասին, որ հայերեն գսենք սև ջուր։ Վերջը մարդիկ գսեն ջերմակ փարդա եկավ, սև ջուր կա, գաբույտ ջուր կա, մեր հայկական ակրոնիմներն են ասի, բայց գլակոման սև ջուր եւ գլակոման հատուկ աչքին ջնշման հետ կապ ունի։ Աչքին ջնշումը։ So աչքը անգլերեն գսեն eyeball, որով աչքս եթե հանեմ քնթագի պես է, աս աչքը գնդակ է, աս աչքնա գնդակ է, երկու հատ գնդակ, և ադի գնդակ է գլոր ծև ունի, որով մեջը pressure կա, ջնշում կա, պետք է աչքի մեջ, գնդագի մեջ ջնշումը լա, որ ինքը գրնա իրեն սիրուն գլորությունը պահե։ Գլորությունը պիտի պահե, որ լույսը գրնա մտնալ, ճամփորդել 24 մմ, որ հատակը խփե ու տեսողությունը երթա ուղեղ։ Ինքը ամեն բան գեղեցիկ սևով ասված շիներ է, որ գրնանք մենք տեսնալ։ Ուրեմն աչքին ջնշումը պետք է շիդագ լա, ճիշտ քանակի մեջ պետք է լա, ոչ 20-ն բարձր, ոչ 10-ն պակաս, 10 ու 20 մեջ պիտի լա մեգումը աչքին ջնշումը, որ աչքը նորմալ մնա և գլակոմա չունենաք։ Հիմա ով որ գլակոմա ունի, գիտե ունի? No. Գլակոման գսվի անգլերեն the silent thief of vision։ Գթատմանեմ քախնի քողը տեսողության։ Ով որ գլակոմա ունի, չի գիտեր որ գլակոմա ունի եւ առանց իրենց լուրը օր շաբաթ ամիս ու տարիների վրա կսկսի դեսաթաշտը գոմերից կամած կորսնցնել երբեք ցավ չի դար երբեք անհանգստություն չի պատճառիր երբեք բխտորություն չի դար ցավ չունիս քերվդուկ չլար մրմրոց չլար առանց լուրից տարիների ընթացքում աս կողքերը կսկսի չի տեսնալ Եվ միջև թուն գիտնաս, որ արդեն կողքերը սկսեր են մթնալ կամ չտեսնալ կամ ըսկայունություն չունենալ, արդեն ուշ է, որով ինչ որ գործընթացեր ես այստեղ կողքերը չենք կրնար հետ բերել։ Գլակոման աչքի նրվին դեմիջ է եւ ինքը աչքի ջնշման հետ կապ ունի։ Հիմա շատ անգամ երբ որսենքն է ամեն տարի պետք է երթակ աչքերնից ստուգեք, գսեն ինձ դոկտոր, ես արձիվի պես տեսողություն ունիմ։ Շատ լավ գտեսtam, ակնոց պետք չունիմ, հերուն ակնոց պետք չունիմ կարդալ։ Հիմա մի մորնակ քնության երթակն է, մինակ տեսողությունը չեն չափեր։ Հատակը կստուգվի, աչքին ջնշումը կստուգվի, աս ամենը կարևոր է, որ գիտնանք քո աբական ինչ պիտի լմանի, գլակոմա ունիս, աչքի հիվանդություն կա, շաքար կա, աչքիդ մեջը ցույց կտա, ջնշման խնդիր կա, քո ձխելը սկսեր է աչքին հատակը վնասել, ուրեմն այդ թեստերեն մեկ հատը որ գնենք, նույնիսկ եթե քո տեսողությունը ֆանտաստիկ, ակնոց պետք չունիս, աչքի ջնշումը միշտ պետք է չափվի, որով աչքին ջնշումը եթե բարձր է, թուն պիտի կրնալ ունենաս գլակոմա, եւ գլակոման գույրություն է, որ դեսաթաշտի կողքերից կսկսի, okay? Հիմա բացատրեմ ցեզի մանրակիր գլակոման ինչ է, իմ specialty-ն մասնակցությունը աչքի բժշկության ընդհանուր աչքն ենք, բայց իմ մասնագիտությունը, որ նույնիսկ դպրոցը տասկ ուտամ համալսարանները գլակոմայի մասին է, եւ մեծամաս իմ հիվանդները, որ քովս են գլակոմայի patient-ներ են, որ ես բոլորը take care գնեմ, make sure գնեմ, որ իրենց գլակոման առաջ չերթա, pressure-ները control գնեմ, գաթիլների միջոցով, մեծամասը գրնանք control-նել, վերջը որոշ կա, որ կորզողություն պետք է նան, stent պետք է տնենք, ադամեն այսօր պիտի բացատրենք ցեզի։ Հիմա բացատրեմ ցեզի գլակոման ինչ է։ Եթե գրնանքն է վիդեոին երթալ, ուրեմն եթե տեսնանք այսի մեր աչքն է, այս սպիտակ մասը եւ այս քույնավոր մասը մեր աչքին
Ճիշտ իրեն արանքը 360 դգրի աչքին կլոր մեջը ֆիլտր կա, կանալ կա, որ աս կանալի մեջ են մեր աչքը ջնշում կստեղծե, այստեղ մեջ են ինքը հատուկ հեղուկ մը կստեղծե և այդ ստեղծած հեղուկը իրեն ստեղծած կանագի չապ պետք է աչքի մեջից բարբվի, այստեղ ետևեն գուքա, այս խովվագի մեջ են պետք է ինքը բարբվի, իրեն սարկածին համեմատ պետք է ինքը բարբե, որ աչքի մեջի պրեշերը բալանցի մեջ մնա, արդեն գրնակ մտածել հոս, որ երբ որ պրեշերը, արդարացված պրեշերը և բարբված պրեշերը լավ է, աչքին մեջի ջնշումը նորմալ է, ասենք 20-ն բագաս, 12, 13, 14, 15, աս նորմալ սարկվածքը և այդ նորմալ բարբվածը իրեն մեջի ջնշումը քնթագի մեջ նորմալ կմնա։ Հիմա երբ որ ինքը արդարացրե պրեշեր և չի գրնա այդ նույն կանագի չափ աչքին մեջը այդ ջնշումը բարբե, այդ պրեշերը կսկսի հավաքվել և աչքին խնձորագի մեջ կսկսի բալոնի կնդագի պես ուրիլ։ Հիմա երբ որ ասանք սկսին է պրեշերը բարձրանալ, որով չի գրնար որ այդ ջնշումը բարբել, կփոխանցի այդ մեջի ջնշումը աչքին խնձորագի մեջ։ Եվ ամենադգար տեղը աչքի մեջ, ամենափափուկ տեղը աչքի մեջ, այն տեղը որ ծեծկուտ է, երբ որ աչքին ջնշումը բարձրը լա, մեր աչքին նրվն է։ Եվ այդ պրեշերի տակ, այդ ջնշումը, որ իրեն վրա գհրե օր է օր, շաբաթ է շաբաթ, ամիս ու ամիս, այդ պրեշերը, որ իրեն վրա գջնշե, աչքի նրվը կսկսի դեմիջ ըլլա։ Եվ այդ աչքի նրվը, որ դեմիջ եղավ, այդ պրեշերի պատճառով կսկսի կամաց դեսաթաշտը մտնա, վիրավորվի, որոշ տեղեր սկայնությունը սկսի սկորսնցնել։ Հիմա ասի մեկ մնե խանոցը բանիրը կուզեգոր մանրել։ Հիմա ասի նորմալ դեսուղություն է, եթե տեսնաս դեսաթաշտը հոս նորմալ, դեսաթաշտը հոս նորմալ, ասի գենտրոնն է դեսաթաշտին նորմալ։ Երբ որ ջնշման պրոբլեմ, գլակոմա, մեկը սև չուրի խնդիր ունենա, դեսաթաշտի կողքերը, ոչ կենտրոնը, կողքերը կսկսի կամաց պղտորվիլ։ Հիմա կտեսնաս կենտրոնը լավ մնաց, բայց դեսաթաշտը ծայրերը սկսա ոչ թե մտնալ, բայց իրեն սկայնությունը կորսնցնել։ Ասի գլակոմայի դեմիջն է։ Եվ ինքն է ասի երբ որ սկսի ասանք վիրավորվի, չենք կրնար մենք ետ բերենք։ Ինչ որ վիրավորված է, վիրավորված գմնա։ Ուրեմն ասոր բուժումը ինչ է, բուժումը այդի է, որ պետք է աչքին ջնշումը ցած պահենք։ Սովորական աչքի քննության ժամանակ բժիշկը միշտ ջնշումը կստուգե, հատակը կստուգե, աչքին պրեշերը շատ անգամ օդ կփչվի աչքիդ, այդ փչված օդը մեզի գսե աչքի ջնշումը ինչ է, եւ շատ կարեւոր է ադի գիտնանք, որով եթե կանուխ ժամանակ գտնանք, որ աչքի ջնշում կա, կրնանք մեգումը փրկել, որ գլակոմա չունենա։ Ուրեմն եթե վիդեոին վրա տեսնակ, ամենահայտնի բուժումը, որ 90% անգամ մենք կրնանք գլակոման կոնտրոլ անել աչքի կաթիլներով։ Եվ այս կաթիլները կրնան անալ Lumigan, ամենասիրածս Vyzulta, Combigan, Azopt, Ayuze, Dorzolamide Timolol, Cosopt, Latanoprost, Alphagan, Simbrinza, Brimonidine, ահակին անուններ կան եւ ամեն մեկի խափարիչի քույնը տարբեր է։ Եթե ասենք կանանչ է խափարիչը, անի իրգունը բիթրվի։ Եթե թեղին է, արդու իրգուն, եթե գաբույտ է, արդու իրգուն, եւ աս ճնշման թեղերը ինչ կնե, աչքին գսե որ շատ pressure մի ստեղծեր, որ մենք կրնանք վերևի մասից պարբենք։ Կամ կաթիլը երբ որ գաթեցնես, աչքին խողվակը լայն կփանա, որ ավելի հեշտ ձևով աչքին ջնշումը դուրս գա։ Հիմա բուժումներից մեկը հարգավ աչքի կաթիլներն են։ Երկրորդ լեյզերներով
treatment-ներ կա գրնան գնել, որ կկրակենք լեյզերներով at խողվագին, որ ֆիլտրը, կանալները փանանք, որ գրնա ջնշումը ավելի սիրուն ցևով, հանգիստ ցևով դուրս գա։ Մեր նպատակը այդ է, որ աս բլոկը, որ հիմա գտեսնակ հոս, չի գրնար գոր pressure-ը դուրս գալ, մեր նպատակը երկու բան է։ Ավելի քիչ ջնշումը ստեղծենք, կամ անցքը փանանք, որ քեղեցիկ ցևով գրնա at արտադրված ջնշումը դուրս գա։ So նորեն, եթե գրնանք նե ստուդիո կալ, գլակոման շատ վտանգավոր աչքի հիվանդություն է, աշխարհի մեջ 3 պատճառ կա ինչու մեկը կգույրանա, կամ լավ չի տեսնար։ Macular degeneration, glaucoma եւ cataract։ Macular degeneration-ը կենտրոնն է, այստեղը կմտնա։ Տեսաթաշտը չի վնասվիր։ Մեջտեղն է macular degeneration-ը։ Glaucoman մեջտեղը կմնա, բայց տեսաթաշտը կսկսի խանգարվել։ Ուրեմն բուժումները, որ մենք կնենք glaucoma-ի համար, քանի տարբեր տեսակ բուժում option-ներ ունենք։ Հիմա ամենահայտնին ցեզիսի արդեն գաթիլները կգաթեցնենք եւ այդ գաթիլների միջոցով գրնանք մենք pressure-ը ցած բերենք։ Հիմա երկրորդը, եթե գրնանք նե վիդեոին երթալ, կտեսնակ մեր աչքը եւ եթե գիտենք, որ ան կանալը, որ ինքը ջնշումը պետք է կա եւ աս կանալներից pressure-ը պետք է դուրս գա, շատ անգամ աս կանալները իրա ֆիլտրը մեջը աղդոդություն կլա։ Ես հիմա այստեղ կձերեմ, կտեսնակ ինչպես լեյզերներով գրնանք մենք մաքրել։ Եվ լեյզերը ինչ կնե, կգրագե այդ մասը, եւ այդ մասը կփանանք լեյզերով, որ գրնա pressure-ը դուրս գա։ Հիմա այնտեղ աղդոդություն շատ անգամ կլա։ Ես հիմա կձերեմ այդ աղդոդությունը։ Լեյզերով, եթե մենք կրագենք նե այս մասը, ան կանալը գրնանք փանալ, եւ այդ լեյզերով պուլսերով որ գտանք, գոկնե որ աչքի մեջի pressure-ը շատ ավելի թուրուն ցևով բարբվի եւ աչքին ջնշումը ցած բերենք։ Հիմա լեյզերները օքեյ են, բայց խնդրումը 6 ամիս լավ է, բայց 6 ամիս վերջը իդ pressure-ը գրնա բարձրանալ։ Հիմա եթե իդ ստուդիո գրնանք կալ, ադոր համար ով որ լեյզերն է, չի կարծեք որ լեյզերիկ վերջացակ։ Շատ անգամ այդ լեյզերիկ 3-ից 6 ամիս լավ գլաս, բայց իդ պետք է վերաթարնաս, գրնալ այդ փոշին նորեն հավաքվավ եւ նորեն պետք է լեյզերով բուժումը ստանաք։ Հիմա նորությունները անունը MIGS, Minimally Invasive Glaucoma Surgery։ Ինչպես հիմա մենք ստենտեր ունենք, որ սիրտի մեջ կտնեն, կերտած բժիշկին ստենտ կտնեն, 2 հատ ստենտ կա, 3 հատ ստենտ կա, հիմա մենք սկսեր ենք աչքի մեջը ստենտ տնել։ Բստիկ անցկեր են, խողվակներ են։ Եթե գրնանքն է վիդեոին երթալ, ցույց կտամ, անունը MIGS, Minimally Invasive Glaucoma Surgery։ Հիմա մեր դունի մի սենտը, որ դունը ունիք, եթե հանեք մի սենտը, իրեն վրան թվական մկրվերը, հիմա հոս կրվերը 1997։ Գիտեք ինչքան փոքր է այդ թիվը 1997։ Երևակայը այդ ստենտերը, որ մենք կտնենք կորաչքի մեջ, աշխարհին ամենափոքր իմպլանտներն են։ Եվ այստեղ 4 հատ ստենտ պիտի տեսնակ, 4 հատնալ տարբեր մարդկանց համար, որ աչքի ջնշման պրոբլեմ ունի, եւ այս ստենտերը խողվակներ են, որ գտնենք մենք աչքի մեջ, ով որ գաթիլ կգաթեցնե, եթե ասենք դեղմը հասանք, որ գաթիլը այլևս մեզի չոքներ, pressure-ը չի շնարգոր, գաթիլները այլևս մեր նպատակին չհասցրեց, մենք կսկսենք մտածել, որ ստենտ տնենք աչքի մեջ։ Հիմա այստեղ օրինակ պիտի տանք ցեզի, ինչպես ստենտը ավելորդ խողվակը աչքի մեջ տնելով գրնանք աչքին ջնշումը ցած բերենք։ Հիմա նորեն գիտեք պատմությունը, աչքին pressure-ը բարձր է։ Այդ pressure-ը ցած պետք է բերենք։ Ինչպես ցած պիտի բերենք, ուրեմն այս ստենտերով բզդիկ խողվակը, անցքը գտեսնակ ճիշտ հոս, բզդիկ անցքը, թուփը գտնենք մենք աչքի մեջ, որ այդ թուբի միջոցով գրնա աչքին ջնշումը դուրս գա։ Հիմա գտեսնակ հոս անցքը կա, բզդիկ ստենտ մնե, խողվակ մնե թրերենք, որ գրնա աչքին ջնշումը այս ջամփայի միջոցով դուրս գա, որ աչքին ջնշումը ցած կրնանք բերել։
Հիմա շատ անգամ երբ որ ընենք նա ստենտերը գնենք երբ որ մենք կատարակ կորզողություն որոշենք ընել հիվանդին վրա Հիմա ասենք մեկը կատարակ ունի տարիներով ասել են որ համբերեք թող հասուննա Հիմա եթե իդ ստուդիո գրնանք կալ Այդ անցքը, որ դարիներով իմ կովս է և համբերեր ենք, որ կատարակտը պիտի հասունանա, ինքը նույն ժամանակ աչքի ջնշման խնդիր ունի, որ գաթիլներ կգաթեցնե։ Հիմա օր մի եկավ, որ այլևս կատարակտը պատրաստ է, հասունցեր է, կատարակտը պիտի վիրահատենք։ Այդ նույն ժամանակը, որ կատարակտը պիտի վիրահատենք, պիտի մաքրենք կատարակտը, նոր լենզ տնենք, այդ նույն ժամանակն է, որ ով որ գլակոմա ունի և գաթիլ կգաթեցնե, Այդ նույն ժամանակն է, որ մենք կատարակտը կմաքրենք և նույն ժամանակ ստենտ կտնենք աչքի մեջ, որ գլակոմայի համար բուժումը ընենք նույն ժամանակ կատարակտ ըրած ժամանակնին։ So մենք երբեք մեգումը աչքը չենք պանար գլակոմա ստենտ տնելու համար։ No։ Մենք իրենց աչքի ջնշման գաթիլներ գուտանք, աչքի ջնշման գաթիլներով պրեշերը ցած կբերենք, կհամբերենք, որ այդ օրը պիտքա, որ կատարակտ պիտի հասունանա։ Այդ օրը եկավ, որ կատարակտը հասունացավ, արդեն պատրաստ են կատարակտ դնելու, այն կատարակտ ըրած ժամանակ, կատարակտն ագնենք և նույն ժամանակ այդ ստենտերը գտնենք աչքի մեջ, որ աչքի ջնշման խնդիրն ալ բուժվի։ Ուրեմն գլակոման այդ ժամանակ կբուժենք և նույն ժամանակ կատարակտը կբուժենք։ Բայց միջև այդ ժամանակ ամենալավ բուժումը և ամենագարանտի բուժումը այդ ջնշման գաթիլներն է, որ դվերենք։ Լումեգան, լաթանապրոստ, վայզոլտա, կոմբեգան, էյզապ, սմբրինզա, դորզոլոմայթիմլոլ, ասոնք բոլոր գաթիլներ են, երբ որ տնես աչքիդ մեջ, երկու բաշտոն ունի։ Աչքին գսե, որ շատ պրեշր մի ստեղծեր, կամ աչքին գսե, որ խողվագը լայն պած, որ եղած ջնշումը հանգիստ դուրս կա։ Այս երկու ցևը աչքին ջնշումը ցած կբերե։ Այնտեղը որ պրեշր կարդրացրե, կգարնա քիչացնե եւ այնտեղը որ խողվագը պետք է դուրս հանե, իրեն լայն կփանա, որ պրեշրը ավելի դուրս կա։ Երկու ցևով կգրնաս այդ խնցորագի մեջի ջնշումը ցած բերես եւ եթե ջնշումը ցած բերիր, նրվի վրայի ստրեսը կքիչանա։ Նրվի վրայի ստրեսը քիչացավ, տեսաթաշտը կմնա, տեսողությունը չի մտնար։ Ուրեմն ասի գլակոմա է եւ ամեն մեկուն բուժումը տարբեր է։ Գլակոման շատ հետաքրքիր է, իրեն նույնիսկ genetic pattern-ը կա։ Մենք գիտենք, ասի մամային գոմեն գուկա։ So եթե ծեր մաման գլակոմա ունի, դուք ռիսկ ունիք, որ դուգալ գրնալալ ունենաք։ So միշտ գիտեք շատ անգամ գտեսնանք մամային գոմի հիվանդություն է, ճարանքական ձևով, մաման Եթե ծեր տատիկը ունի, մամանա գուրնա ունենալ։ So եթե մաման ունի, դուգար ռիսկի տագետք։ So ինքը maternal inheritance ունի։ Հիմա եղեր է, որ բաբան ունի, գրնա երեխան ունի հարգավ։ So բաբայի գոմենա գրնալա, բայց շատերնին, որ գտեսնանք, մամայի գոմի պատմություն է գլակոմա maternal inheritance։ Բարձաբես աչքին ջնշումը ցած պիտ բերենք, որ damage չլա։ Okay? Ասի գլակոմա է գուզեմ ցեզմել լսել, արդեն տելեֆոնները եկան։ Hello, Parev, ինչպես կրնանք օգնել։ Hello, Բարև ձեզ։ Դոկտորի հետ կուզենայինք խոսեինք։ Մենք լայվ ենք կրնանք խոսիլ, դոկտորն է խոսողը։ Այո, շնորհակալություն դոկտոր ջան։ Իմ հարցումս այսպեսի է, որ եթե patient-ը macular degeneration ունի, երկու հատ հարցում ունեմ։ Եթե patient-ը macular degeneration ունի եւ cataract surgery պետք է անի, արդյոք անպայման far-sighted surgery is done along with the cataract surgery at մի հատ հարցում եւ երկրորդ հարցումս էլ որ macular degeneration patient-ների համար Is it better to do cataract surgery with laser? If it's done in traditional way, I think it's a chance called electronic knives. That one is also okay. Yeah, good question. Thank you for the call. Ուրեմն macular degeneration-ը շատերնիդ արդեն գիտեք, երբ որ աչքին հադագին դագը
գսկսի աղդոդություն հավաքվել։ Եթե գրնանք նե վիդեոին երթալ macular degeneration-ը շատ անգամ գտեսնանք ծխողներու մոտ։ So ով որ երդասարդ ժամանակ ծխել է, մի 20 տարի ծխել է, sorry, 60-65 տարեկանին վերջ աչքին ռետինան, մանավանդ այստեղը, որ ես նշել եմ, այնտեղը մակյուլան է։ Եվ ով որ ծխած է երդասարդ ժամանակ 60-65 տարեկանին վերջ գսկսի այս դեղը, որ ցուցուցի չեզի ճիշտ հոս, գսկսի դագը աղդոդություն հավաքվել, ասանք թեղին ջերմակ սպիտակ քույնի աղդոդություն։ Հիմա եթե մինակ աղդոդություն հավաքվավ եւ այրուն չգա, գսենք dry։ Եթե այդ աղդոդության պատճառով սկսավ դագը այրուն հավաքվել, գսենք wet։ Ուրեմն եթե իդ ստուդիո գրնանք կալ, հիմա մեկը երբ որ սկսին է կատարակտ ունենալ, աչքին արջևի լենզը ոսմիագը գսկսի կամած թեղինալ։ Հիմա ամենաջիշտ ցևը, եթե գրնանք նե վիդեոին երթալ one more time, գտեսնակ որ կատարակտը այստեղ աչքին արջևի ոսմիագին վրան է։ Հոս։ Կատարակտը հոս է։ Macular degeneration-ը հոս է։ Եթե դուք հարցուցիք ինձի, եթե մեկը macular degeneration ունի, ավելի լավ է cataract surgery-ին laser-ով անել, կամ ավելի լավ է traditional keratome blade կամ blade թանակով անել։ Ուրեմն laser աներես կամ blade թանակով աներես ոևէ մեկ տարբերություն չունի, եթե հիվանդը macular degeneration ունի։ No relationship. So ոևէ մեկ կապակցություն չունի, ոևէ մեկ տարբերություն չկա, ինքը outcome-ը փոփոխություն բիչի տա, եթե հիմա շատ անգամ laser-ով գնեն, որով laser-ը շատ accurate է։ Եթե իդ ստուդիո գրնանք կալ, laser-ը շատ accurate է, so laser-ը գրնա անել automatic as AI generation-ը, որ հիմա գա, ռոբոտները սեկնդների վրա գրնա laser-ով անել։ Բայց եթե վիրահատողը մոտ 50,000 կորզողություն էր այդ ցերքերը, այդ ցերքի վարպետությունը ավելի լավ է, քան թե մեկը որ լեյզերով բիլինե, որով այդ ցերքի վարպետությունը նույնիսկ ռոբոտը կամ կոմպյուտերը չի կրնար այդ ցերքի վարպետությունին այարը կամ իր բանը գիտնա։ So ադոր համար գաբ ունի վիրահատողի վրա, հարցուցեք ձեր բժիշկին, քանի 100,000 կորզողություն եք, 5,000, 10,000, հիմա մենք 56,000 կատարակ կորզողություն ենք միջև այսօր։ Մեծամասնությունը որ գա մեր հայ բժիշկներուն 5,000, 10,000, 15,000, 10,000, մեկը չի գա որ 56,000-ը դրել է։ So այդ փորձառությունը որ մենք ունենք հիմա մեր օֆիսի միջոցով, եթե նույնիսկ լեյզերով չնենք, այդ բժիշկի ցերկը միլիոն գարժե, բայց մենք լեյզերներ ալունենք։ Հիմա կեյսեր գա, որ լեյզերով պետք է ենենք, և այդ կեյսերը տարբեր պատմություններ ունի։ Pseudo-exfoliation, ժամանակ շատ չունիմ այսօր բացատրել, բայց եթե մեկը գլակոմա ունի, macular degeneration ունի, կամ ուրիշ խնդիրներ կա, շաքարեն հատակը վիրավորվեր է, կարևոր չէ, որ լեյզերով ըրերես կատարակտը կամ ոչ։ Ինքը ձերքով ալը, թանակով ալը նույն outcome։ Կարևորը այդ լենզը, որ պիտի թրվի աչքի մեջ, ճիշտ չափով թող թրվի, լավ մը թող ուսումնասիրվի, հիվանդին չափը թող լավ մը որոշվի, ինչ չափ ունի, far-sighted, near-sighted, astigmatism, այդ բոլոր հաշիվները կորզողությունեն առաջ պետք է լավ մը ուսումնասիրեն, բժիշկը, լավ մը calculation-ները վերցնեն, որ այդ calculation-ները լենզը աբսպրվի, շատ անգամ մենք Գերմանիայից order գնենք, այդ լենզերը լավ մը գսումնասիրենք, լեյզերներով գչափենք, order գնենք այդ լենզը, լենզը գուկա 3-5 օրեն գկա, հիվանդին տեսողության նամբերներով, իրեն prescription-ով, այդ լենզնալ աչքի մեջը գտնենք, այդ մեջը տնենք նե այդ լենզը, արդեն ինքը գյանքում միջև վերջ լավ պիտի տեսնա, բայց եթե ինքը լավ չի դեսավ, կատարակ կորզողություն ընելեն վերջ, ասենք տարիներ վերջը լավ չի դեսավ, ասել է, որ իրեն macular degeneration-ը ավելի խորացավ, եթե դրա է, գրնալա թարցավ wet, եթե շաքար ունիր, control էր, և հիմա սկսավ control չներ, հատակը սկսավ դագը այրուն հավաքվել, ասել է, որ ադի հատակի խնդիր է, բայց վիրահատողին վարպետությունը, ճիշտ լենզը, մեջը տնելը, ճիշտ calculation, ճիշտ չափը։
Thank you բոլորիդ այսօր դիտելու համար արդեն մեր ժամանակը ավարտվավ Գիշեր բարի բոլորիդ կալ երկուշաբթի օրը նորեն կտեսնվենք Գիշեր բարի